Բարև, ես Էլենն եմ, իսկ դու գտնվում ես իմ ալիքում։ Այսօրվա վիդեոյի թեման ինձ թվում է ձեզ արդեն պարզ է։ Unboxing եմ անելու իմ Թեմուի գնումները։ Ահագին շատ բան եմ պատվիրել, դրա համար որոշեցի այսպիսի երկար ֆորմատով unboxing նկարել։ Դե ինչ, գնացինք։ Նախ ուզում եմ սկսել այս պատի ժամացույցներից։ Երկու հատ պատի ժամացույց եմ պատվիրել սենյակների համար։ Պատվիրել եմ իմ սենյակի համար ժամացույց ու խոհանոցի համար։ Դե ինչ գնացինք, բացեմ։ Հա, այս սենց սովորական ժամացույց եմ պատվիրել պատի համար։ Սովորական, ստանդարտ։ Լավն է։ Իսկ հիմա ձեզ ցույց կտամ խոհանոցի համար պատվիրած ժամացույցը, որը շատ եմ հավանել, Ուրեմն այս այսպիսի ժամացույց է, որի թվերը մթության մեջ լուսավորվում են, մենք այսպիսի ժամացույց արդեն ունեինք ու որոշեցի մի հատ էլ պատվիրել, որովհետև շատ էի հավանել։ Ահա, սա այսպես։ Այստեղ վիդեո կտեղադրեմ, ցույց կտամ, թե մթության մեջ ինչպես է լուսավորվում։ Շատ գոհ եմ։ Հաջորդը պատվիրել եմ ձեռքի լապտեր։ Մենք տանը սրան ֆանարիկ ենք ասում, այսպես ցույց տամ։ Այս իրա լիցքավորման տեղն է, որովհետև այս աշխատում է լիցքավորմամբ, ու այստեղ ու սա այսպես սեղմելով, վաու, շատ լավն է, շատ լավ է լուսավորում։ Այստեղ էլ ցույց է տալիս, թե որքան զարյատկա ունի։ Այսպես կարամ սենց ցույց տամ, որ սենց տեսնեք։ Հաջորդը եկեք ձեզ ցույց տամ այս մազի արդուկը։ Ճիշտն ասած, ես ավելի մեծ էի պատկերացնում այս մասը, բայց գնի համար բավականին խոստումնալից է, մնում է փորձարկեմ ու հավանեմ։ Ոնց տեսնում եք, ես արդեն փորձարկեցի այս արդուկը, բավականին գոհ եմ։ Այս հատվածում ցույց է տալիս ջերմաստիճանը, մինչև 230 է տաքանում ու բավականին լավն է։ Հիմա այս կողմը ձեր համար մի հատ սենց փորձեմ, որպեսզի ինքներդ տեսնեք, շատ գոհ մնացի այս արդուկից։ Այս արտաքին հատվածը տենց տաք չի։ Իմ հին արդուկից մոտ 2-3 անգամ ավելի շատ է տաքանում։ Ստեղ նայեք էլի, իդեալական ուղղակի։ Իմ հին արդուկը երևի մի 4-5 անգամ պետքա սենց տանեի բերեի, որ նորմալ ուղիղ անար, իսկ սենց ընդամենը 2 անգամը լրիվ բավարար է։ Ինչպես տեսնում եք, ես այս արդուկով սենց ուղեցի իմ մազերը, բավականին գոհ եմ, ընդամենը 5 րոպե էլ չտևեց։ Ու նաև ուզում եմ ձեզ մի գաղտնիք բացեմ, եթե ուզում եք որակյալ տեխնիկա ձեռք բերել Թեմուից, գրեք այդ տեխնիկայի անունը որոնման մասում ու կողքը ավելացրեք պրոֆեսիոնալ։ Օրինակ ես ֆենը, այս արդուկները բոլորը այդ ձևով եմ գնում, ու երբ այդ ձևով եմ որոնում, միանգամից բերում է լավագույն տեխնիկան, որակյալ, ուժեղ, հզոր։ Իսկ երբ որ ուղղակի այդ տեխնիկայի անունն եք գրում ու որոնում, ձեր մոտ առաջինը բերում է բոլոր այն ապրանքները, որոնք մարդիկ ամենաշատն են գնել։ Իսկ ամենաշատ գնած ապրանքները հիմնականում էժան ապրանքներն են, որոնք այդքան էլ որակյալ չեն։ Ավելի լավ է Թեմուում գրեք այդ տվյալ տեխնիկայի անունը, կողքը ավելացնեք պրոֆեսիոնալ, այդ դեպքում ձեր մոտ կբերի ապրանքներ մի փոքր ավելի թանկ արժեքներով, բայց բավականին որակյալ։ Հաջորդը ձեզ սա ցույց տամ։ Այս ավելի շատ նախատեսված է լուսանկարիչների համար, ովքեր որ ցանկանում են ինչ-որ օբյեկտ մոտիկացրած նկարեն գեղեցիկ, այսպիսի տեսք ունի, հավաքած այսպիսի տեսք ունի, հիմա դնեմ իմ հեռախոսի տեսախցիկի վրա ու փորձարկեմ, հուսամ չեմ հիասթափվի, որովհետև առաջին տպավորություններս շատ լավ է։ Երեխեք, եթե անկեղծ գլուխ չեմ հանում սրանից,
Եթե անկեղծ ասեմ, սրանից գլուխ չհանեցի, չհասկացա ոնց է պետք օգտագործել։ Լուսանկարչական էլի մի բան եմ պատվիրել, հեսա ձեզ ցույց տամ։ Այս ուրեմն հատուկ սենց ոնց բացատրեմ, արկղի նման բան է, որի սենց դիմացի հատվածը բաց է, վերևից լույս է վառում ու փոքրիկ առարկաները, որ մտցնես արկղի մեջ ու նկարես, գեղեցիկ կլինի։ Այս ավելի շատ լուսանկարիչների համար է լավ բան, կամ օրինակ բոլոր նրանց համար, ովքեր ունեն ինչ-որ օնլայն բիզնես ու կարան սրա միջոցով նկարահանեն փոքր ինչ-որ օծանելիքներ, կոսմետիկա եւ այլն եւ այլն։ Սրանք սենց կտորներ են, որոնք կարող ես դնել արկղի մեջ ու ստանալ սենց գեղեցիկ ֆոն։ Դա այստեղ նկարով ցույց է տալիս։ Էսա, էս պետքա լույս վառի։ Հիմա սա կմիացնեմ։ Հրաշք ուղղակի։ Շատ լավն է, այստեղ կարող ես լույսը Ոյ, ավելի է ուժեղանում, ասենք տարբերությունը զգացեք, էլի։ Շատ լավն է։ Տարբեր հետաքրքիր տեխնիկաներից վերջացրեցի, հիմա անցանք հագուստներին։ Պատվիրել եմ մի քանի հետաքրքիր ճամփորդական հագուստներ ու նաև մի քանի տենց զարդեր, մի խոսքով հեսա կտեսնենք ինչեր եմ պատվիրել։ Լավ, նախ սկսենք այս զարդերից, հետո հագուստները ցույց կտամ ու կփորձեմ։ Հեսա։ Հիմա ցույց տամ, թե ինչ զարդեր եմ պատվիրել ծովափի համար։ Առաջինը այս սիրուն։ Նույնումա շուտ չգունաթափվի։ Անցանք հաջորդին։ Այս ինչեր է։ Սենց սիրուն ծովափնյա թևնոցներ են։ Բավականին էլ շատ է։ Այս մյուսը վզնոց է։ Կարող եմ այս 3 վզնոցները համ միասին կրել, այսպես, կամ էլ առանձին։ Շարունակենք, հիմա ձեզ ցույց տամ այս գլխարկը, էլի ծովափում հանգստանալու համար եմ պատվիրել։ Ես ընդհանրապես սենց գլխարկ չունեի։ Իրականում չգիտեմ, սա կօգտագործեմ, չեմ օգտագործի։ Եսի, նորմալ եմ, անցանք առաջ ու, հա, ես էլ է ճամփորդելու համար, ուրեմն ես, սա սենց բացեմ, ես հատվածում դնում եք ձեր հագուստները, սենց, իրա տարողությունը մեծանում է ու կարող եք հետո ինքնաթիռում օգտագործել որպես այսպիսի բարձ։ Չգիտեմ հարմար կլինի, հարմար չի լինի, ոնց հասկանում եմ հարմար չի լինի, որովհետև ինչքան էլ շորերը կոկիկ դասավորես, մեկա ինձ թվում է անհարմար կլինի։ Օ, անցանք ծովափնյա մայկաներին։ Սենթանեմ հերթով ցույց տամ։ Սա է շալվարը։ Էս ինչով։ Հիմա ձեզ այս ամառային մայկաները ցույց տամ։ Առաջինը սենց վարդագույն գեղեցիկ մայկա է, որը կարծես թե մի քիչ իմ հագով մեծ է։ Այս վարդագույնն է։ Ես մի քիչ ավելի սիրուն էի պատկերացնում, չգիտեմ ինչ չսազեց։ Հաջորդը սենց դեղին հետաքրքիր մայկա է։ Սա սենց, իսկ այս ինչքան գիտեմ, սենց վզին են գցում, ինձ թվում է սիրուն կլինի։ Սա հաջորդ դեղինն է, բավականին գեղեցիկ է։ Այս երկուսը սովորական կարճաթև մայկաներ են, սա կապույտ գույն, դեղին։ Ես այս վերջերս սկսել եմ գունավոր շորեր շատ սիրել, չգիտեմ ես ինչքան երկար կտևի։
Սա է սովորական կապույտ մայկանա, շատ թեթև է, բարակ, փափուկ։ Էս էլ սենց գեղեցիկ կարաքագույնը։ Այստեղ մնացին մենակ շալվարները, հեսա սրանք էլ ձեզ ցույց տամ։ Մի երկուսը էլի ճամփորդելու համար են, իսկ մեկը ուղղակի առօրյայում հագնելու։ Իդեպ սրանք էլ կարող եմ առօրյայում հագնել։ Էս ուրեմն հիմա ցույց տամ ու ասեմ սա ինչպիսի շալվար է։ Այսպես թեթև սպորտային շալվար է, որը կարող է դառնալ նաև շորտ։ Այս մասից այսպես բացում ենք ու սա սենց առանձնանում է։ Շալվար, որը դառնում է շորտ։ Ահա, խնդրեմ։ Այսպիսի գեղեցիկ կարճ շորտ է դառնում։ Մա անցնեմ այս մյուսը ցույց տամ։ Այս մյուսը սովորական սև շալվար է։ Էլի սպորտային, շատ թեթև։ Այսպես շատ թեթև։ Այստեղ գրպաններ ունի, եւ հաջորդը շագանակագույն շալվար է։ Հիմա գնամ փորձեմ ձեզ էլ ցույց տամ։ Այս շալվարներն էլ փորձեցի, այս հատվածում կտեսնեք վիդեոն կտեղադրեմ, ինչպիսի տեսք ունի։ Այս 3 շալվարներն էլ գնահատում եմ 10-ից 10։ Շատ ստացված էին այս անգամվա գնումները ու առհասարակ այս անգամվա գնումներս գնահատում եմ 10-ից 10։ Բոլոր ապրանքներից գրեթե շատ գոհ էի։ Դե ինչ, այսօրվա իմ unboxing ֆորմատի վիդեոն այսքանն էր։ Եթե ձեզ դուր եկավ այս ֆորմատի վիդեոն, ապա մի մոռացեք լայքել ու բաժանորդագրվել իմ ալիքին։ Հաջորդ unboxing ֆորմատի վիդեոն կլինի շատ շուտով։ Մինչ նոր հանդիպում։